Տիկին Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը եւ գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորությունները ունի, այդ թվում Ցեղասպանության թանգարան ինստիտուտում եւ այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենևին սպառված չի, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, կառավարումը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ եւ կառավարչական ոլորտում արկա խնդիրները պետք է լուծվեն անկախ նրանից, որ մեկը հնարավոր է նորից։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նա գիրք է նվիրել, չպետք է այդ գիրքը նվիրել։ Մենք խոսում ենք գործողությունը կներեք արտաքին քաղաքականությանը չի ում կողմից։ Փաշինյանը ասում է, ում կողմից, որը հանդիսանում է տնօրեն, ճիշտ է։ Հետևաբար կառավարման խնդիրը ճիշտ է, եթե դուք մի բառը կապեք մյուսին, կհասկանաք նաև իմ նկարագրած խնդրի էությունը։ Ղեկավար անձի կողմից կառավարման հարցերի մասին եւ ընդհանրապես ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ, եւ այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծումը։ Իսկ ինչ է արել պետական արարողակարգը, որ այդ իրավիճակը չեք ուղղում, որտեղ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունը պետական արարողակարգով։ Չէ, ես հարցնում եմ, եթե պետական արարողակարգը իշեղում է եղել, այսինքն ով է իրեն տեղեկացրել, որ տասնամյակների ավանդույթը պետք է այս անգամ Ես իրավասու չեմ պատասխանել, տասնամյակների ավանդույթի մասին չի խոսքը, դուք խնդրում եմ հարցի մեջ խնդրում եմ լինել կոռեկտ, որովհետև արարողակարգը յուրաքանչյուր այցի համար կազմվում է առանձին համաձայնեցնելով մյուս կողմի հետ։ Եվ այդ իմաստով հարգելի գործընկերներ, ես իրավասու եմ պատասխանել ձեր բարձրացրած հարցերի այն մասին, որը վերաբերում է մեր նախարարության չեք փորձում բարձել արդյոք մեղավորություն այդտեղ որքանով է։ Ես պիտի խնդրեմ ինչ որ մեկը մի հատ վերջի հարց ես պատասխանեմ, բայց մի պայմանով, որ դուք ուղղակի չընդհատեք, որովհետև եթե ընդհատեք, ես ուղղակի կթողնեմ եւ կհեռանամ։ Անդրեասյան, արդյոք աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է հարցը, որ նրանք բարձրացել են, արդյոք Արցախի հետ կապված բաժինը պետք է փակվի թանգարանում։ Նրանք բարձրացրել են տարբեր հարցեր իրենց գործունեությանը վերաբերող եւ իմ պատասխանը եղել է նույնը, որ իրենք վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իրենց գիտական հետազոտական գործունեության հետ կապված որևէ բան չի փոխվել։